Իմ բանը, ծաղրանքը, չէ։ Այո, պարոն Բեգլարյան, վերջի շրջանում Նիկոլ Փաշինյանն այսպիսի հարց է բարձրաձայնում, օրինակ, երբ նրան որևէ կարծիք են ասում, որը նրա սրտով չի, նա արցախցիների թիրախավորելով ասում է դուք ինչու եք ողջ, դուք ինչու չեք զոհվել։ Նպատակը ո՞րն է, պարոն Բեգլարյան, այս Ինչի չգիտեք, ինձ եք խոսցնում, չհասկացա։ ձեր կարծիքն է հետաքրքիր։ Նիկոլ Փաշինյանը բոլոր ձևերով ատելություն է սերմանում, պառակտում թշնամանք հայ ժողովրդի մեջ։ Ու գլխավոր թիրախը Արցախի ժողովուրդն է, որովհետև արցախցիների իրավունքների հարցը, Արցախի հանձնումը իր կոկորդին է մնացել։ Դրա համար էլ ամեն ինչ անում է, որ հնարավորինս արժեզրկի Արցախը, արցախցիներին, Արցախի ժողովրդի ինքնությունը, իրավունքները եւ այլն։ Պարոն Բեգլարյան, բայց երբ հարցնում ենք օրինակ ինչպես են իրենք այդ խոսույթը տարածում հանրության մեջ, ինչպես կարող է հայ մարդուն հարցնել ինչու չէ զոհվել, ԿՊԱ-ականներն ասում են մենք դիմում ենք նրանց, ովքեր թանկ իրենց խոսքերով եմ ասում թանկ ջիպերը նստան, փախան պատերազմի օրերին չմասնակցեցին եւ ասում բոլորին է ուղղված։ Այդ ով է, թող մատնացույց անեն, թող հասցեական խոսեն, այդ դեպքում թող իրենք մասին էլ խոսեն, որտեղ իրենք էլ են թանկ ջիպերը նստել, առոք փառոք ժողովրդին խաբում են, թող իրենք է ասեն, այդ հարցերի պատասխանները տան, այսպես ասեմ, բայց աբսուրդ է մարդը մարդուն, ասի ինչու չէ զոհվել, գնայիր մեռնեիր, չգայիր խոսեիր, այսինքն դա նշանակում է, որ իր նպատակը այն է, որ հնարավորինս շատ արցախցի մեռներ, կամ բոլորը մեռնեն, կամ որ ասում են մինչև վերջ չեք պայքարել, մինչև վերջ չեք պայքարել, տողատակում նշանակում է մինչև վերջի մարդը չեք պայքարել, այսինքն ուզում էին, որ բոլոր արցախցիները մեռնեին, որ գլխացավանքից ազատվեին, ճիշտ եմ հասկանում։ Վերջին շրջանում տեսնում ենք նաև, որ արցախահայեր են մոտենում Նիկոլ Փաշինյանին, շնորհակալություն են հայտնում նրան, հաճախ ասում են, որ իրենք զոհվածի հարազատ են, բայց մոտեցել են, որ շնորհակալություն հայտնեն ձեր գնահատականը։ Ճիշտ չեմ բացառում, կարող է լինել, նաև չեմ բացառում, որ բեմադրված է, արցախցի չէ, կամ արցախցի է, տարբեր ձևերով համոզել են, գնել են, ստիպել են, ուղեղն են լվացել, բայց պետք չէ որևէ մեկը փորձի արցախցիներին թիրախավորի նաև դրա համար, ինչու որ ոչ արցախցին է մոտենում, ասում է դա ձեզ համար ընկալելի է, կարծում եմ ոչ, ինձ համար ընդհանրապես ընկալելի չէ, ինչպես են մարդիկ Փաշինյանի հերթական ստերին հավատում, սա է խնդիրը, իսկ արցախցիների մեջ շատ փոքր մաս կարող են լինել, որը էլի պատահում է, մարդիկ են, իրենք էլ են կարող, այսպես ասեմ, այդ ստերին հավատալ, միամիտ են, տարբեր ձևերով իրենց վրա ազդել են։ Օրինակ ոչ Վաղանցյալում Արթուր Չախոյանը սատարում էր Նիկոլ Փաշինյանին, ամեն դեպքում չէր քննադատում, իսկ հիմա արդեն Արթուր Օսիպյանը ներողություն, իսկ հիմա արդեն կալանավորված է։ Դե հիմա դա էլ իր բախտն է, ինչ ասեմ։ Այդ դրվագի հետ կապված ձեր կարծիքը։ Հերթական հակաարցախյան դրվագն էր Փաշինյանի կողմից եւ ասեմ, որ Օսիպյանը ի տարբերություն իր արցախյան գործունեության բավականին կառուցողական ու օրինական էր, այսինքն այս պարագայում ինքը ես չեմ ասի, թե որևէ օրինականության սահման է անցել, իսկ ես չեմ լսել։ Ամեն դեպքում այդ հոդվածով է։ Որը բմբուլները քամուն տալը, դա բռնության կոչ է։ Այսինքն բմբուլները քամուն տալը բռնության կոչ է, փաստորեն Փաշինյանի այն ամեն ինչը, ինչ ասում էր ասֆալտ փռել, սատկացներ եւ այլն, դրանք բռնության կոչ չի։ Բմբուլները քամուն տալը կարող է շատ հանգիստ մեկնաբանվել, ուղղակի բանավեճում հաղթել։ Ու դա սովորաբար այդպես է։ Օսիպյանը Արցախում այնքան բռնության կոչեր է հնչեցրել։ Արցախի իշխանությունները հանդուրժող են եղել հանուն հանրային համերաշխության եւ ժողովրդավարության սկզբունքների պահպանման։ Միգուցե ինչ որտեղ նաեւ Փաշինյանից վախենալով։ Նիկոլ Փաշինյանի խոսույթի մասին էլ երբ հարցնում ենք, հենց ուղիղ հարցում եք արդյոք դրանք բռնության կոչեր չեն, ասում են դրանք քաղաքական գնահատականներ են։ Դե հա, բնական է իհարկե։ Բաշեվն է ասում, ուզում եք ինչ լինի։
Ամերիկյան մինչ այս պահը, մինչ այս քանի տարիների ընթացքում դուք փորձում եք արցախահայերի իրավունքները առաջ տանել, բարձրաձայնել Արցախ վերադարձի մասին խնդիրները նաև միջազգային ձեր գործընկերների հետ, ձեր գրեթե բոլոր ելույթներում այդ գիծը դուք տանում եք։ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է անում հրապարակավ, որ ով Արցախի շարժման մասին խոսի, ով Արցախի հարցի մասին խոսի, անձամբ ինձ հետ գործ կունենա։ Այս պարագայում դուք ինչ եք պատկերացնում, ինչպես այդ ձեր ջանքերը պետք է արդյունք տան, երբ պետական մակարդակով երկրի ղեկավարը նման հայտարարություն։ Այդ ցավոք սրտի, երբ պետությունը իդեմս իշխանությունների դեմ է արտահայտվում մարդկանց իրավունքների պաշտպանությանը, հատկապես այս պարագայում ցեղասպանության հետևանքով բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, իհարկե խիստ ցավալի է, ողբերգություն է, բայց փաստական առումով դա շատ է դժվարացնում մեր պայքարը, բայց ես վստահ եմ, որ իշխանությունները ինչ էլ անեն, Փաշինյանը կլինի, թե ուրիշը կլինի, միևնույն է Արցախի ժողովուրդը իր ինքնությունը ունենալու է եւ ինքնությունից բխող իրավունքների համար պայքարելու է։ Դա կլինի Բեգլարյան Արտակը, թե Պողոս Պետրոսը, ես վստահ եմ, որ ամեն մեկը իր մասով անելու է։ Ես ուղղակի դերակատարներից մեկն եմ, իմ խղճից ելնելով, իմ դավանած արժեքներից ելնելով փորձում եմ իմ բաժինը կատարել, բայց ես վստահ եմ, որ այս պայքարը չի մարելու, քանի դեռ կա Արցախի ժողովուրդ եւ քանի դեռ մեր իրավունքները չեն վերականգնվել։ Ու դա կլինի այս իշխանությունների օրոք թե հաջորդ, ուղղակի հարցն այն է, որ խոչընդոտները ավելի քիչ կլինեն կամ օգնող կլինի, եթե ազգային իշխանություն լինի։ Yes,